Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիանա Խաչատրյանը, թարմուղեղով հաղորդաշարն է եթերում, այսօր ես կփոխարինեմ իմ գործընկեր Մոնիկա Մամյանին եւ մեր հյուրն է ազգային ժողովի падգամավոր Թագուհի Ղազարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, մի քանի հարցերի շրջանակ եմ այսպես ասած պատրաստել մեր այսօրվա քննարկման համար եւ առաջինը ինչու ձեզ կանչեցինք, որովհետեւ հետեւում եմ նաեւ ձեր ոդքասթին, որի ընթացքում դուք նաեւ գրականության օգնությամբ անդրադառնում եք տարբեր հանրային եւ մշակութային խնդիրների քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում որպես առանձին դրույթ նշված է քրեական ենթամշակույթի դեմ պայքար։ Հայաստանի Հանրապետությունում ենթադրում եմ, որ ենթամշակույթներ տարբեր կարելի է գտնել, բայց չգիտես ինչու հենց քրեական ենթամշակույթի դեմ պայքարն է տեղ գտել ՔՊ-ի ծրագրի մեջ։ Ինչու։ Այսինքն կլինեն մարդիկ, ովքեր կասեն, իսկ ինչու չեք պայքարում, չգիտեմ, էմոների դեմ, ինչու չեք պայքարում այլ ենթամշակույթների դեմ, որոնք օրինակ է համար այն անձանց կողմից, ովքեր ավելի տենց տրադիցիոն արժեքների կրող են, համարվում են վտանգավոր եւ այլն եւ այլն։ Ինչու հենց այս ենթամշակույթը։ Շնորհակալություն հրավերի համար, նաև շնորհակալություն, որ հետևում եք իմ ու Հայկի ոդքասթին, ինձ դա շատ ողջավորիչ է եւ մի քիչ նորից մտածել ատալիս, որ կարելի է երկրորդ եթերաշրջան անել, մենք բան ենք ընդմիջել ենք հիմա ու շատ ջերմանում է էլի սիրտս, երբ որ մարդիկ այդ դիտանկյունից են ինձ ճանաչում եւ հիշում եւ տեսած լինում, դրա համար առանձնահատուկ շնորհակալ եմ։ Վերադառնանք մեր ծրագրին, դե քրեական ենթամշակույթի դեմ պայքարը երևի 2018 թվականից քաղաքացիական պայմանագրի արդեն իսկ կառավարություն ստանձնելուց առաջին անգամ նույնիսկ միջև խորհրդարան գալը առաջնահերթ օրակարգերից մեկն է եղել ու զարմանալի չի, տարօրինակ չի, որ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առաջին օրենսդրական կարգավորումը մենք 2019 թվականին ենք ընդունել 19 կամ 20-ից սկսել ենք աշխատել, վստահ չեմ, նախարար Ռուստամ Բադասյանի զեկուցմամբ, ես հիշում եմ այն ժամանակը ազգային խորհրդարանում ինքներ զեկուցում այդ հարցը եւ սա չափազանց կարեւոր է Հայաստանի Հանրապետության մեր դիտանկյունից, էլի չափազանց կարեւոր է Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացման համար, որովհետեւ այս ենթամշակույթի տրամաբանությունն այն է, որ մարդիկ իրենց դուրս են դնում պետական եւ օրենսդրական կարգավորումներից, հետեւաբար պետության կայացման համար շատ կարեւոր է, որ քաղաքացիները իրենք բոլորը զգան իրենց մասնակցությունը, պետական կառավարմանը, համակարգերին, ինստիտուտներին, նայած էլի որ բառը կընտրենք այստեղի տարբերություն այլ ավելի արվեստային ձեր ասածը, ենթամշակույթների կրող մարդկանց, որոնք ամենևին չեն մտածում, որ ոնց որ եթե պատահի որ իրենցից մեկը հանցագործություն գործի, պետքա գնալ եւ այդ այլընտրանքային ճանապարհներով այդ հարցերը կարգավորել, այլ հասկանում են, որ եթե ոնց որ իրենցից մեկի հետ ինչ որ բան պատահի, իրանք նույնպես այս համակարգի մաս են եւ այդ տարերը, ենթամշակութային տարերը բոլորովին չեն խանգարում, իրենց կենսաձևերն են, իսկ առօրյայի կենցաղի մեջ պետությունը ամենաքիչ դերակատարում ունի դառնումով։ Միշտեր օրինակ քրեական ենթամշակույթի բնորոշ տարերն այն են, որ մարդիկ իրենց դուրս են դնում պետական համակարգերից, պետական ստրուկտուրաներից եւ իրենց խնդիրները փորձում են կարգավորել այլընտրանքային ճանապարհներով, որոնք բերում են էլ ավելի վատ հետևանքների եւ դրանք նաեւ արմատավորվում են վաղ տարիքից, իրենք փոխանցվում են սերնդեսերունդ, ինչ որ մեծ միջավայրեր են ստեղծում եւ սա համենայն դեպս մեր իմ ոչ համեստ հետազոտական գիտելիքներից ցույց են տալիս, որ սա սովետի երկրորդ հատվածի բարքերն են, բանտային բարքերն են, այսինքն ոչ թե իր առօրյական բարքերն են, այլ բանտային բարքերն են, որոնք աստիճանաբար արմատավորվել են որոշ սովետական երկրներում եւ միգուցե բոլորում հիմա այդ փողականների մշակույթը
որը իդեպ նաև շատ խրախուսվել է երբեմն քողարկված, երբեմն բացահայտ ֆիլմերի միջոցով, չգիտեմ, եղել են չէ Հայաստանում ուրիշ գրքերի միջոցով, օրենքով գողերի հուշերի մասին, այդ գրականությունը, որ շարունակ կա ու իրանք ոնց որ պետության մեջ եւ այդ բոլոր տիպի ինստիտուտները պետության կայացման, զարգացման խոչընդոտ են, ել չեմ ասում մարդկանց անհատական բարեկեցության ու երջանկության որքան կարող են խոչընդոտել, եթե իրանք այդ միջավայրին մեջ կամ միջավայրին կից են հայտնվում։ Գիտեք, որ քրեական ենթամշակույթի հետ կապված թե կարգավորումներ կան ինքը քրեորեն պատժելի արարքի համարվում աստիճանակարգություն օրինակ ստանալ եւ շնորհելը, գիտեք, որ այնտեղ աստիճանակարգություն կա եւ իրանք շատ մոտավոր, բայց դե օրինակ բանում քրեական օրենսգրքում հենց այդպես էլ նկարագրված է քրեական հոդվածը եւ ես հիշում եմ, որ այս վերջերս ինձ քաղաքացիներից մեկն էր բան արել, ես ուղիղ եթերով հետևում եմ վարչապետի այդ քայլերթին քաղաքներից մեկում քաղաքացիներից մեկը մոտեցել եւ ասում էր, որ բան ինչ-որ հարաբերությունների բերումով ոնց որ ես նկարագրում եմ իմ բառերով, բայց ինքը շատ ավելի առօրեական եւ նույնիսկ մի քիչ կիսաքրեական բառապաշարով էր պատմում, որ իրա վրա քրեական ենթամշակույթի հոդված են դրել։ Ենթադրում եմ այդ աստիճանակարգություն շնորհել եւ ընդունելու այդ տրամաբանության մեջ բացահայտվել եւ կան նաեւ դատապարտվածներ, կան նաեւ քրեական գործեր բազմաթիվ, այսինքն այդ նոր չի էլի, որ մենք հարաբերվում ենք սրա հետ որպես քաղաքական ուժ, մեզ համար սա չափազանց կարևոր է, թե առօրյա կենցաղային հանրային կյանքում, թե բանակում հատկապես, որտեղ ինքը ներթափանցել է մանավանդ առաջին պատերազմի ժամանակ, որ գիտեք, որոշ չափով նաև բանտերից ազատված մարդիկ գնացին պատերազմի եւ այդ մշակույթը էլ ավելի շատ տարան բան այդ բանակի առաջին փուլում ներգրավեց բանակի ձևավորման հենց սկզբնական փուլում ներգրավեց եւ ինքը շատ դժվարությամբ հաղթարում չնայած այն պատումներից, որոնք ես լսում եմ, ես լսել եմ դրանք 15 լսել եւ կարդացել իդեպ քանի որ եկանք հասանք ստեղ բանի գրականության մեջ էլ չէ շատ պատումներ կան թե համբարձում են տեքստերը Արամ Պաչյանի վեպը Հովհաննես Իշխանյանի հայտնի գիրքը որ արգելվեց, այսինքն արգելվեց հետո նորից չարգելվեց, այսինքն այդ մարդիկ շատ այն պատմությունները, որոնք իրանք պատմում են, որ օրինակ կան մարդկանց տեսակներ, որոնց ձեռքով չեն բարևում, հա, բանակում կամ հետը հաց չեն ուտում կամ իր ափսեից չեն օգտում, sense ինչ որ ենթամշակույթ են նկարագրում, որը ակնհայտորեն այդ բանտից եկած մշակույթը նորմալ առօրյական հարաբերություններում տենց բաներ չեն լինում, այդ բանտն է բերել այդ մշակույթը եւ սա շատ վատ բացասական ազդեցություն է ունեցել եւ միգուցե շարունակում է ունենալ մարդկանց կյանքի վրա, հիմա ոնց որ ես վստահ չեմ, որ տարբեր տիպի պատմություններ են էլի գալիս, բայց ակնհայտ է, որ այն ժամանակ 2000-ականների սկզբին դա շատ սրված եւ ծայրահեղ ընդգծված է եղել ու շատ մարդկանց դժբախտությունների, ինքնասպանությունների, ինքնախեղման, միմյանց նկատմամբ բռնությունների պատճառ է դարձել եւ տարբեր համակարգերի մեջ այդ խնդիրները լուծելու կարիք կա։ Նույն քրեական ենթամշակույթից ամիսներ առաջ ունեցել եմ էլի երկար զրույց պարոն Տեր-Գաբրելյանի հետ էինք խոսում, նա բնականաբար միտքը տարավ մինչև գուլագներ, էլի այսինքն հիմնական միտքը դա էր, որ քանի որ գուլագներում շատ մարդիկ պտտվեցին եւ այլն, եւ ինքը ենթամշակույթը այո հակապետական է, որովհետեւ եթե դու ունես տոտալիտար համակարգ ռեպրեսիվ ապարատով, իրան հակադրվող բնականաբար ենթամշակույթը այդպեսին պետք է լինի, բայց ինչու ինձ հենց սա հետաքրքրեց, որովհետեւ այսօր Հայաստանում շատերը հայկականը, ավանդականը եւ այդ քրեական ենթամշակույթի, այսպես ասեմ, առօրեականացրած տարբերակը, շատ ավելի լայթ տարբերակը իրար հետ ընդհանուր պատկերացման մեջ են զետեղում դու կարող ես հարցնել, այսինքն չգիտեմ, բակի տղային, ինչու ես դու այսպես անում, ինքը չի ասի, որտեվ ես քրեական ենթամշակույթի կրող եմ, ինքը կասի, որտեվ հայ տղեն պիտի սենց անի եւ այլն եւ այլն, այսինքն իր մոտ սա ավանդականի հետ ասոցացվող ինչ որ երևույթ է։ Մենք տեսնում ենք այսօր էլ նկարվում են ֆիլմեր,
սերիալներ առնվազն աչքով ասենք են, որոնք նույնպես այս ամբողջն են քարոզում։ Որոնք իդեպ ցերեկային ժամերին հերոստատեսությամբ ցուցադրել արգելված է, բայց բնականաբար ցանցային տիրույթում դժվար է արգելել առնվազն մինչև հիմա այդպես է։ Մենք այս ամեն ինչ տեսնում ենք, բայց այսօր մենք տեսնում ենք այդ քրեական ենթամշակույթի տարածումը նաև եթե սովետի ժամանակ մենք գործ ունենք ռեպրեսիվ ապարատի հետ, որին ընդդիմանալով էր քրեական ենթամշակույթը տարածում։ Չեք կարծում, որ այսօր մենք գործ ունենք թույլ պետական ապարատի հետ, որը չի կարողանում դա կանգնեցնել, որտեղ այդ ձեր ասած բանակում էլ կար, ես շատ եմ լսել, որ նույն քրեական ենթամշակույթի տարերի, շատ լուրջ տարերի կրողներ են նաև ոստիկանության ապարատի ներկայացուցիչները, այսինքն ինչպես բողոքել, հա, ասենք նույն բռնության օրինակ ենթարկված կինը, հա, գործ տալը եւ այլն, այսինքն այս ամեն ինչը այնքան ներածված է, ներմուծված է մեր առօրեական կյանք, որ մի տեսակ, երբ որ ես այդ տողը կարդացի, ես մտածեցի, որ չգիտեմ, ձեր գործողությունները ինչպես ասում են։ Զարմանալի է, որ դուք ոնց էր առաջին անգամ եք ուշադրություն դարձնում դրան, որովհետև դա շարունակաբար շատ ոնց որ Չէ, ես գիտեի, որ այդ պայքարը կա, բայց որ դա ներառեք հենց ծրագրի մեջ, ահա, ու նաև շատ ժամանակ առ ժամանակ վարչապետն է խոսում կառավարության նիստերին այս թեմաներով երեխաների դաստիարակությունից սկսած դպրոցներից սկսած մինչև առօրյա հարաբերությունների մեջ ես համաձայն եմ ձեր դիտարկման հետ, որ հաճախ ավանդականի խեղված ընկալման մեջ է այս տրամաբանության մեջ են մեկնաբանվում այդ քրեական ենթամշակույթի դրսևորումները, այսինքն բռնության մշակույթը, հա, եւ ինչպես դուք ասացիք, թե ընտանեկան բռնության դեպքում, թե կենցաղային կամ մարդկային հարաբերությունների մեջ բռնության դեպքում մեկ էլ հանկարծ պատմա, որ դա հայկական է, ազգային է, ավանդական է, միշտեր ես գոնե այնքան որքան ես եմ ճանաչում հայկական ազգային ավանդական իսկ ես դրանից լավ երևի ոչինչ ուրիշ ոչինչ չեմ ճանաչում, որովհետև ծնվել մեծացել եմ Հայաստանում, հայկական միջավայրում եւ նաեւ որպես հետազոտող հայագետ եմ էլի, եթե ընդհանրացնենք, այսինքն իմ ամբողջ կյանքը հետազոտական միտքը կապված է հայկականության հետ եւ ես չեմ նկատել, որ օրինակ բռնությունը մեր ազգային ավանդույթն է, բայց երբեմն այո, այդպես է մեկնաբանվում, բայց ես չեմ համաձայնի ձերեն մյուս դիտարկման հետ, որ պետություն թույլ է դրա դեմ պայքարելու առումով ընդհակառակը։ Չէ, պետությունը առհասարակ թույլ է իր ինստիտուտներով։ Ոչ միայն պայքարի առումով թույլ լինի ինստիտուտներով, որպեսզի քրեական ենթամշակույթը ծաղկի։ Ես կարծում եմ, որ մենք լավ արդյունքներ ունենք այդ առումով, օրինակ թե այդ ազդարարելու ինստիտուտը, ահազանգելու ինստիտուտը, որի նկատմամբ ակնհայտ է, որ մենք հիմա ոնց որ ավելի հանդուրժող ենք, ավելի բաց ենք պատմել, որ խնդիր կա, քան նախորդ տարիներին։ Ես կարծում եմ, որ դա մեր վատագույն շրջանը գուցե եղել է 2000-ականների սկզբին, հիմա ոնց որ կարող է 90-ականներին ավելի վատ է եղել, բայց ես լավ չեմ հիշում, որովհետև շատ փոքր եմ եղել 90-ականների սկզբին, դե գիտեք, Վանոս Սիրադեղյանի հետ կապված այդ կիսամիֆական պատմությունները կան, որոնց մեծ մասին ես ոչ կարող եմ այո ասել, ոչ, որովհետև Վանոս Սիրադեղյանը դե ինձ համար լավ գրող է, ամենակարևորը, ու իմ կարծիքով, եթե մենք նայենք այս վերջին 20 տարվա մեջ, մենք կտեսնենք, որ ինչ որ դրական փոփոխություն կա, թե անհանդուրժողականություն, թե նույնիսկ առօրյա, հա, վիզուալ, հիմա որ իջնեք փողոց քայլեք, կտեսնեք ենթադրում 20 տարի առաջ եք իջել փողոց քայլել եւ տեսել մարդկանց, տղաներին հատկապես իրենց հագուստների գույները, իրենց սաներվածքը, իրենց ոճը եւ կտեսնեք ինչքան տարբեր են իրանք, ինչքան ավելի բազմազան են դարձել։ Սա ամենաերևի վիզուալ առումով ամենալավ ցուցիչն է տեսնելու արդյոք ոնց է այդ դինամիկան փոխվում։ Իհարկե այստեղ նաեւ շատ էական դեր կարող է ունենալ բացությունը աշխարհի զբոսաշրջիկների գալը գնալը, մեր գալը գնալը եւ այլն, եւ ես այդ առումով օրինակ չգիտեմ վիզաների ազատականացման հարցը կապվում քրեական ենթամշակույթի հաղթահարման հետ, որովհետեւ սա իր մի բաղադրիչ է լինելու, որովհետեւ ինչքան բաց ես աշխարհի հանդեպ, այնքան ավելի բացվում ես ինքդ քո ներսում ու Հայաստան դե գիտեք ասնամյակների վեր փակ երկիր է եղել բարիս բուն եւ փոխաբերական իմաստներով սահմաններից մեծ մասից սկսած փակ երկիր է եղել ու դա նույնպես ազդել է, բայց մյուս կողմից ձեր ասածի տրամաբանության մեջ գիտեք ինչ նոտա եմ զգում, որ կա մի հանգրվան, որին մենք կհասնենք եւ կասենք հասանք տեղ, բայց
այսպիսի հարցերը եւ ընդհանրապես որևէ հարց, հանգրվանային մտածողությամբ ոչ մի տեղ չես հասնել, եթե դու ասես վերջ պայքարեցինք, հաղթահարեցինք քրեական ենթամշակույթը, հիմա գնացինք ուրիշ գործով կամ որևէ, արեցինք առողջապահական ռեֆորմ կամ հաստատեցինք խաղաղություն, հիմա գնացինք ուրիշ բան անել։ Անհնար է հասնել միտեղ եւ ասել վերջացավ մեր գործերը, հիմա ձեռքերը ցալած նստում ենք։ Հիմնական ձևը տեսողության, որ ես ունեմ հասկանալու համար արդյոք մենք հաջողել ենք թե ոչ, այն է տեսնել թե մենք ուր ենք գնում, միտումը ուր է գնում, առաջ թե հետ։ Իսկ պետությունը դա process է։ Որովհետև այո, կան երևույթներ, որտեղ մենք հետ ենք գնում եւ մենք դա նկատում ենք։ Կան երևույթներ, որտեղ մենք առաջ ենք գնում եւ դա ուրեմն լավ ենք անում, ճիշտ ենք անում, պետք է շարունակենք այս ձև գնալ։ Հետևաբար վեկտորի մասն է խոսքը, մենք դեպի դրական արդյունքների ենք գնում, թե բացասական, իսկ դրական արդյունքներից կարծում եմ անհնար է չնկատել։ Նույնիսկ այն դպրոցական միջավայրերը գյուղերում, որ ստեղծում են եւ վիզուալ տեսած կլինեք տարբեր հոլովակներում, նույնիսկ դրանք փոխելու են երեխաներին, երեխաներին, ովքեր սովորել են դպրոցներում, լրիվ ուրիշ տրամաբանության եւ ուրիշ էսթետիկայի մեջ են մեծանալու, էլի, որովհետեւ ես նույնիսկ ինքներս մեզ չեմ մեղադրում, էլի, ես հասկանում եմ, մեր սերնդի մասին ենք խոսում, իմ սերնդի մասին ենք խոսում, բայց ես մեզ էլ չեմ մեղադրում, էլի, այն պայմաններում, որում մենք մեծացել ենք, ինչքան էլ որ կանք, էլի լավ է։ Գործընկերից մեկի հետ էի խոսում, քննարկում էինք դեռևս առաջին անգամ կարծեմ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրական Հայաստան ծրագիրը, գաղափարախոսությունը, եւ մենք քննարկում էինք ներկայացվածը եւ գործընկերներիցս մեկը ասեց ինչ իրական Հայաստանի մասին է խոսքը, իրանք ապրում են բաբլի մեջ, իրական Հայաստանը դա այդ նշված քրեական ենթամշակույթներով լի սերիալներն է, որոնց դիտումների քանակը եթե դու նայես, դու կհասկանաս, որ սա է իրական Հայաստանը եւ փաստացի իշխանությունը կտրված է իր ձևակերպումներով գետնից եւ իրականությունից ինչպես կմեք ձևակերպումով է կտրված պետության մասին ձևակերպումներով չէ, ոչ թե ինչի մասին, այլ ես կուզեմ այն նախադասությունը գտնել, որով մենք կտրված ենք իրականությունից, որովհետև այդ բանը այդպիսի ինձ համար տեքստը շատ կարևոր է, այլ կոնկրետ բառից հետո ոնց է դրված եւ ինչ հարաբերությունների մեջ է, որովհետեւ ես գիտեմ, որ ինքը բարձունակացված մակարդակում իրական Հայաստան նաեւ իդեալական Հայաստանի հետ է համեմատում, իրական Հայաստանը դա իդեալական Հայաստանն է ԿՊ-ի հայացքում մոտավորապես sense մի բան կա, որը ամենևին այդպես չի, իրական Հայաստանը միակ բանը կոնկրետ ձևակերպված, որ դրա մասին կարող վերջնական ասել, դա այն է, որ 20743 կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքն է, սահմաններից ներս ընկած մարդիկ եւ տարածքներ, տարածքը եւ մարդիկ, որոնց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը։ Այն մնացածը, թե ինքը ինչպիսին է, ինչպիսին պիտի դառնա, ինչ խնդիրներ ունի, ինչ լուծումներ են առաջարկում, այդ ամբողջը արդեն իրական Հայաստանի իրական խնդիրներն են։ Ինչ ենք մենք ուշադրություն հրավիրում իրական Հայաստանի վրա, որովհետեւ մենք շատ հաճախ հողմաղացների դեմ պայքարող մտքեր ունենք, գնանք հաղթենք թուրքերին։ Մոտավորապես sense ինչ որ մտքեր կամ, չգիտեմ, այնտեղ ռուսներին, ամերիկացիներին, ինչ որ բաներ կան, որոնց մենք պետք է հաղթենք, իրական մեր խնդիրների մեծ մասը կամ առավելագույն մասը կամ նույնիսկ մեխը, այդ դրսի խնդիրների մեր ներսում են։ Մենք պետք է հաղթահարենք մեր ներսի խնդիրները, մեր ներսի խնդիրները նկատենք, լուծենք։ Սա է իրական Հայաստանի կոնցեպտը, այսինքն գալ իրական գետնի վրա խնդիրները լուծելու ճանապարհով գնալ եւ հասկանալ, որ նույն քրեական ենթամշակույթի, նույն Երևանի խցանումների հարցերը ոչ պակաս կարեւոր են, քան այդ աշխարհակահաղական միջուկային գերտերությունների հետ մեր այդ բանը հարաբերությունները, որը ոնց որ ամեն հայաստանցու կարող է նույնիսկ որ ուշադիր հետևեն, կարող է դա ավելի շատ այլի ոնց որ իրանց կյանքի մաս կազմում, քան իրանց առօրյականությունը խոսակցությունների մեջ իհարկե եւ տպավորությունա թե եթե ամերիկա-իսրայելյան ինչ-որ հարաբերությունների մեջ բան փոխվի, այդ դա իրանց առօրյայի վրա ավելի շատ ազդելու, միշտ այնտեղ ոչ ազդեցություն ունես, ոչ փոխելու կարողություն ունես, էլի սովորական քաղաքացիների մասին եմ ասում, որոնք ամբողջ օրը դա են քննարկում, պայմանական եմ էլի այս օրինակը բերում, իսկ իրական առօրյական խնդիրների վրա նույն քո համայնքի, համայնքապետի, համայնքապետարանի կառավարության վրա ազդել
նվազելու եւ քո խնդիր լուծելու համար իրական ազդեցությունն է եւ այստեղ մենք մեր խնդիրներին պետք է առերեսվենք իրական Հայաստան խնդիրներն են ոչ թե իդեալական Հայաստանը այդ ես ինքս էլ այդ տեքստի վրա շատ մանրամասն աշխատել եմ եւ ես գիտեմ որ մենք չենք ձևակերպել որևէ նախադասություն, որը կասի, որ այն ինչ որ մենք ներկայացնում ենք իդեալական է։ Իհարկե մենք պետք է ձգտենք առավելագույնին, պետք է ձգտենք լավագույնին, բայց այնտեղ արձանագրված են խնդիրները ու խնդիրների մասին մեր պատկերացրած լուծումները։ Եթե կան ուրիշ խնդիրներ, որ մարդիկ են արձանագրում եւ ուրիշ լուծումներ, որոնք կառաջարկեն, մենք իդեպ կարծեմ 2-3 ամիս վարչապետը բաց ընդունել առաջարկներ, հրավեր արել առաջարկներ, մենք տասնյակ առաջարկներ ենք ստացել, ես բոլոր առաջարկները կարդացել եմ քաղաքացիներից, իրանք ինչ հավելյալ խնդիրներ են տեսնում, որ այստեղ արձանագրված չի, ինչպես են դրանց լուծումներ տեսնում եւ այլն եւ այսպես շարունակ եւ ես այդ համահեղինակած տեքստը չեմ համարում այն մասին, ինչ որ դուք եք ասում։ Շատ լավ, ասացիք չգնանք հաղթենք թուրքերին, այդ պատկերացումները արտաքին քաղաքական ակտիվության, որ մենք ունենք։ Թումանյանի տեքստն է, չէ, որ ասում է ներսից է լինելու հարցերի լուծումը։ Միանշանակ համաձայն եմ Թումանյանի տեքստի հետ, բայց շարունակեմ, ձեր միտքը արդեն տանելով նախընտրական շրջան, եթե դեմ չեք, չգնանք հաղթենք թուրքերին, կենտրոնանանք մեր ներքին խնդիրների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրների վրա, բայց այս կոնտեքստում արդեն ներքաղաքական պայքարում կա զգացողություն, որ ներքաղաքական պայքարում իշխող ուժը պատերազմ է մղում էլի ինչ որ միֆական ռուսների դեմ, ռուսական ազդեցության դեմ կամ Ռուսաստանի հայերի դեմ, չգիտեմ եւ այլն։ Ինչպես չունեք այդ զգացողությունը, որ գեոքաղաքական պայքարը մտել է ներքաղաքական դաշտ։ Ես մի բան հիշեցի եւ երևի դուք էլ որ այդ բանը թողարկումներն այլ կաֆիքսած լինենք իրական Հայաստանի մասին երևի առաջին ինձ մոտ շատ ուժեղ տպավորված տեքստը այդ բանն է, էլի Ռաֆու տեքստն է, որը խենթի մեջ այդ տղան որ գալիս է բան հայրենիքը փրկելու եւ նկատում է որ համախոհներ չունի այս մարդիկ սովորական գյուղացի մարդիկ են առանձնապես խանդավառված չեն այդ բան ազատագրական պայքարի ոգով ասում է որ ես այտենց մտածում եմ որ բաներն են հայկերը տիգրաններն ու վարդաններն են դու մի ասա սովորական գյուղացիներ են Հայաստանում ապրում ու ասում է ոնց որ ես տարված եմ եղել միֆերով միշտ իրական Հայաստանի մասին պատկերացում չեմ ունեցել այսինքն այդ ոնց քանի 200 տարի շարունակ այդ նույն հարցին բախվում են այդ իդեալիստ այդ թվում էլիտաները որովհետև ինքը որպես քաղաքական գործիչ է Սալմանը մտնում այդ գյուղ ու այդ իրական Հայաստան գաղափարախոսություն թերևս առաջին անգամ փորձ է էլիտաներին այդ իդեալիստական մղումներից բերել գետնի վրա եւ ասել ոնց որ այստեղ առօրյայում խնդիրներ կան էլի մինչեւ ծովից ծովին հասնելը մի հատ տեսեք շուրջ բոլորը բան էլի այդ ջրափոսից ջրափոս բաները խնդիրները ինչ վերաբերում է մեր ընտրությունների աշխարհ քաղաքականացվածությանը ես համաձայն չեմ ձեր դիտարկման հետ որ Հայաստանի իշխող կուսակցությունը պատերազմ է մղում ռուսական ազդեցության դեմ ընդհակառակ էլի այս որ ուշադիր նայենք ինչա մեզ հետ կատարվում կարող է ավելի հետաքրքիր բաներ նկատենք քան այդ վերնագրային ձևակերպումների ներքո կան նախ Հայաստանը երևի շատ քիչ երկրներից է որ ուղիղ խոսում է Ռուսաստանի հետ այսինքն այդ բաները այդ տարօրինակ ձևակերպումներ մոլդովական սցենար չգիտեմ ինչական սցենար որտեղ մարդիկ չեն խոսում իրար հետ չեն գնում ասեն ես էսենց խնդիր եմ նկատում եկեք էսենց լուծենք այսինքն խոսակցություն շատ կարևոր է չափազանց կարևոր է իսկ դրա համար նաև Ադրբեջանի Թուրքիայի հետ երկխոսություն չափազանց կարևոր եմ համարում եւ եթե ես կարծում եմ որ մենք պետքա Թուրքիայի հետ խոսենք տարօրինակ կլինի, եթե ես կարծեմ, որ մենք պետքա ռուսների հետ չխոսենք, որովհետև ոնց որ շատ հասկանալի է, չէ՞, եթե մենք չենք ուզում Թուրքիայի պես թշնամի ունենալ կամ նույնիսկ Ադրբեջանի պես թշնամի ունենալ, ինչ խելացնոր պետք է լինես, որ ուզենաս Ռուսաստանի պես թշնամի ունենալ, այն էլ էս տարածաշրջանում, հետեւաբար մեր հարևանների հետ անմիջական տարածաշրջանի հարևանների հետ առավել եւս որևէ պարագայում գործի քայնացվել ընդդեմ հարևանների քաղաքացիական պայմանագրի քաղաքական միտքը հակված չէ ընդհակառակը ես տեսա ձեր ծրագրում այնպիսի տպավորություն էր եթե կարճ որ բոլոր հնարավոր պրոյեկտներին մասնակցելու ենք երեք գումարած այսինքն որին հնարավոր լինի մասնակցելու են առնվազն ծրագրի
վերջնագրում ես համաձայն չեմ դրա համար այդ դիտարկման հետ, թե մենք Ռուսաստանի հետ խնդիրներ ենք ստեղծում։ Այո, այնքան ժամանակ քան դեռ հնարավոր է մեր շահերը համադրել, համատեղել, մենք երկխոսությունն ենք իրանց հետ ու փորձում ենք բան անել, էլի, այդ երկխոսության միջոցով հարցերը լուծել, ինչը հնարավոր է համատեղել, համադրում ենք, ինչը համատեղ շահերից է բխում, էլ ավելի էնտուզիազմով ենք անում, բայց այն դրվագներում, որտեղ մեր շահերը չեն համընկնում իրար, սա է էլի կոնցեպտուալ տարբերությունը, որ կան քաղաքական ուժեր, որ ասում են դրվագներ, որտեղ չեն համընկնում, մենք պետք է Ռուսաստանի շահը ընտրենք, որովհետև դա ավելի կարևոր է։ Մենք այս տարածաշրջանում, եթե ընտրենք մեր շահը, ոչ թե Ռուսաստանինը, կկործանվենք, թուրքերը կգան մեզ կուտեն, մենք ասում ենք, ոչ, այն դրվագները, որտեղ մեր շահերը չեն համընկնում, մենք պետք է բացատրենք, որ հարգելի գործընկերներ, մեր շահերը այստեղ չեն համընկնում, եկեք գտնենք մի հատ լուծում, որ ձեզ առանձնապես չի վնասի, օրինակ այդ երկաթուղիների լուծումը, հա, վարչապետի առաջարկած ինչ որ գործընկեր, որ երկուսից համար էլ հավասարահեռ գործընկեր է։ Ձեզ առանձնապես չի վնասի եւ մեր շահերը չի ոտնահարի։ Հիմա այդ ճանապարհով ենք մենք գնացել եւ շարունակում ենք գնալ։ Հասկանում եք, բան այդ խելագար արևմտամետության, հակառուսականության մասին այդ բնութագրումները հերկվում են նրան, որ վարչապետը 20 օր առաջ նստած էր Ռուսաստանի նախագահի առջև եւ նրանք իրար հետ խոսում էին։ Սա շատ կարեւոր նվաճում է, որը ես ուզում եմ, որի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել մեր քաղաքացիների ուշադրությունն էլի, որովհետև իսկապես այնտեղ որտեղ մեզ փորձել են մղել հաջող թե Հայաստանի ներսից ընդ որում հա դրսի տարբեր տեղերից այդ խելահեղություն կարա լինի, որովհետև ես կարծում եմ որ մենք չպետք է ուզենանք թշնամանալ, հա իհարկե Ռուսաստանը երկար ժամանակ դոմինանտ ա եղել մեր նկատմամբ, երկար ժամանակ գաղութարարի քաղաքականություն ավարել, ինչ որ ապագաղութացման անհրաժեշտություն եւ այլն կա, բայց ես կարծում եմ որ Հայաստան պետք է հանգիստ փորձի իր խնդիրները լուծել։ Եկեք արձանագրենք, որ Հայաստանը տարածաշրջանի ամենափոքր պետությունն է։ Այն սովետական միության մեջ ամենափոքր պետությունն է։ Չունի դեպի ծով ելք, երկու կողմից սահմանները փակ են, մի կողմից հարևանը Իրանն է, եթե մենք ընկնենք այդ բանի արժեբանական դիսկուրսի մեջ, մենք չենք բանանում, մենք չենք խոսում ժողովրդավարություն Freedom House-ի սանդղակի բանից 20-ից ներքև երկրների հետ չենք խոսում, ոչ մեկի հետ մեր հարևաններից պիտի չխոսանք։ Որովհետև հա, մենք մեր տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրն ենք։ Ինչ անենք դրա հետ, ոնց որ պետք է հարաբերվենք այդ հարցի հետ, եւ ժողովրդավարությունը մեր արտաքին օրակարգի մաս չի, մեր ներքին օրակարգի մաս, հա, մենք չենք կարող պատտվենք Իրանին ասենք, դուք ժողովրդավար չեք, Ադրբեջանին ասենք, դուք ժողովրդավար չեք, Թուրքիային ասենք, չեք, Վրաստանին ասենք, չեք, Ռուսաստանին, հա, ակնհայտ է բոլոր սանդղակները ցույց են տալիս, որ Հայաստանը այս տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր հարևանների նկատմամբ հարգալից երկխոսություն չպիտի վարենք, եւ ես Արունակ ամիգուցե որ նաև չգիտեմ ես եմ դա ասում երբեմն այդ բաները ես ուզում եմ քննադատական հայացք իմ նկատմամբ բայց ես կարծում եմ որ պետության շահերի մասին մտածելու ժամանակ պետք է կանգ առնել այդ կետի վրա որ այո կան ինչ-որ հարցեր, որոնք արժանական են, որոնք կարող են դիսկոմֆորտ պատճառել, որ ես կարող եմ նույնիսկ ինչ-որ հարաբերությունների մեջ, հա, երբ որ ինքս եմ կառուցում որպես պետության հարաբերություններ, որտեղ իմ անձը այդ պահին պետությունն է ներկայացնում, ես ինձ անհարմար զգամ, բայց ես հաստատ ինձ ավելի անհարմար չեմ զգալու, քան այն մարդիկ, որոնց հետո ֆիզիկապես ուղարկելու եմ այդ հարցը լուծելու, եւ դա վերաբերում է նաեւ այդ թվում եւ հարևանների հետ հարաբերության, հա, այնպես չի որ Հայաստանի քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքասարակության ներկայացուցիչների մանկության երազանքն ա եղել գնալ ադրբեջանցիների հետ խոսել եւ ինչ որ հարցեր քննարկել, բարդ հարցեր քննարկել, այս դժվար ընթացող հարցեր քննարկել, բայց հաստատ դա ավելի կառուցողական է, քան զինվորներին ուղարկել, ասել մեր խոսակցություն չստացվեց, գնացեք դուք իրար հետ տեսեք ինչ եք անում, էլի։ Արժեբանական ասեցիք քննարկումներ, ինձ մոտ օրինակ կա նաև զգացողություն, որ բոլոր այս աշխարհաքաղաքական քննարկումները մեծ հաշվով, հա, եթե մի կողմ դնենք բուն կուսակցական եւ քաղաքական շահերը, այլ մեծ հաշվով այս քննարկումները պրոռուսական, պրոեվրոպական, չգիտեմ, ավտորիտար, ժողովրդավարություն, սփյուռք, մենք մեծ հաշվով բոլոր խոսակցությունները մեր մասին է։ Որովհետև 2000 հատկապես 20 թվականից հետո մենք թևակողել ենք ինքնության խորը ճգնաժամի մեջ եւ մինչեւ հիմա կարծես թե չենք կարողանում դուրս գալ եւ մեծ հաշվով բոլոր այս կռիվները
եթե Հայաստանի հասարակությունը որպես մի մարմին պատկերացնենք, դա ներքին կռիվ է ինքդ քո հետ հասկանալու համար լավ, եթե այն ինչի հիման վրա մենք կառուցվել ենք, մենք գիտենք, որ այսպես է լինելու, ինքը այս արդյունք ունեցավ, ինչպես վերադասավորվել, ինչպես սեփական ինքնությունը վերաձևակերպել։ Ձեր կարծիքը էս մասին։ Ես 2020 եւ 23 թվականները կառնանցնացների Դե 23-ը 20-ի ոնց որ բաղադրիչն է։ 2020 թվականի արդյունքում շատ միֆեր փլվեցին, բայց գուցե միգուցե քաղաքական էլիտաների մոտ այդ ընկալումը կար, որ միևնույն է Ղարաբաղի հարցում Ռուսաստան չի գալու մեզ աջակցելու առնվազն այդ զորքով, հա, եւ հապկի տարածումը, որ իրավազորություն կա, բայց քաղաքացիների մոտ սովորական մարդկանց մոտ նույնիսկ այդ զգացողություն կար, որ եթե շատ ուժեղ պատերազմ լինի, ռուսները գալու են մեր կողմից կռվեն։ Անկախ այդ իրավապայմանագրային փաստաթղթային բանի եւ ես հիշում եմ ինչ խորը հիասթափություն կար, որ իրանք չեկան կռվելու մեր տեղը։ Ես այդ ժամանակ մարզային բնակավայրեր էի գնում եւ քաղաքացիների 20 թվականից անմիջապես հետո 21-ի ընտրություններից առաջ մարդկանց ոնց որ հետ ֆոկուս խմբերով խոսում են ու իրանց զգացողությունները որ լսում են իրանց ասած պատմած այն մասը որ ռուսները չեկան մեր հետ մեր տեղը կռվեն, այսինքն անկախ նրանից ինչ իրավապայմանագրային բազա կար, այդ միֆը քաղաքացիների մեջ եղել է որ ոնց որ վերջի տարբերակում կգան իհարկե իրանք մեծ կփրկեն, բայց նույնիսկ բանից հետո 22 թվականին արդեն երբ որ տեղի ունեցավ մեզ հետ կապված այդ իրադարձությունները Հայաստանի հետ կապված իրադարձություններ ու դարձյալ պարտվեց ոնց որ սխալ համար էինք զանգել ուշեր ոչ աշխատանքային օրեր եւ այլն եւ այսպես շարունակ էլի այդ ժամանակ արդեն նաեւ այդ իրավապայմանագրային բազայի վրա հույս դնողների արժեվ փլվեց այդ պատրանքը, բայց 20 թվականից հետո մենք մեր հանրային համընդհանուր քաղաքացիական ընկալումն էր, որ դե այս պահից ի վեր այդ խնդրը արտապատվիրակված է ադրբեջանցիների հետ հա խոսել խնդրը արտապատվիրակված է ռուսների, իրանք տեր կկանգնեն այս հարցին եւ այն ժամանակ երբ որ իրանց լուր հայացքների ներքո դուրս եկան հայերը Ղարաբաղից եւ կան Հայաստան, դա իհարկե մեծ բան հիասթափություն է առաջացրել եւ չկա որևէ միֆ, պատում, հաղորդում, չգիտեմ, հիբրիդային գրող եւ այլն, որ մարդկանց էմոցիաներ կկարողանա փոխել, որովհետեւ մարդիկ 100-ամյակների վեր մտածել են, որ անգլիական նավերը չեն բարձրանալու հայկական լեռներ, որ Վիլսոնյան իրավարար վճռի պատճառով մենք կորցրինք մեր շանսը ունենալու Արևելյան Հայաստանը ներառյալ Կարսի Սուրմալուի գավառները, որը հնարավոր էր եւ վատ տարբերակ ստացանք այդ թվում եւ մեզնից խլեցին Նախիջևանը, Ղարաբաղը եւ այլն այս պատմությունները, այսինքն արևմուտքի վրա հույս դնելու այդ բանը արդեն կորցրել էինք 100-ամյակներով, առնվազն 100 տարի էլ արևմուտքի վրա հույս չէինք դնում, հիմա նաեւ պարզվեց որ Ռուսաստանի վրա հույս պիտի չդնեինք եւ սա է որ այդ ձեր ասած դա ինքնության վստահ չեմ թե դա ինքնության ճգնաժամ է, որտեղ ի վերջո միգուցե ռուսների վրա հույս դնել մեր ինքնությունը չի, դե այս պահին քաղաքական ինքնության գուցե որովհետև մեկ էլ ու պարզվեց, որ եթե դու անկախ պետություն ես, պետք է ինքդ քո վրա հա, քո շահերը կարող են չհամընկնել, անգամ քո գործընկերոջ շահերի հետ։ Եվ այդ ժամանակ մարդիկ իրենց ոնց որ ինքներս մեզ նայեցինք եւ հասկացանք, որ մենք ենք մեր հույսը, մենք ենք մեր ապավենը, եւ ես կարծում եմ, որ այդ գիտակցումը շատ սուր, շատ ընդգծված կա հիմա Հայաստան քաղաքը։ Իրանք նաեւ եթե նայում եք բանի որոշակի հորետեսություն, իհարկե արագ ոգևորվելու հատկություններ են, բայց որոշակի հորետեսությունն են թե այդ Եվրամիության օրակարգերի նկատմամբ, թե չգիտեմ ինչ որ BRICS + TRIP բան, ինչ որ խառը առաջարկների նկատմամբ, մարդիկ շատ ավելի հանգիստ են, քան մենք փորձում ենք մեդիայում իրենց նկարագրել, քան սոցիալական ցանցերի այդ մի քանի հազար ակտիվ օգտատերերը փորձում են իրենց վերագրել այդ ամբողջ ժողովրդի բաները, հատկությունները։ Մարդիկ հանգիստ են, հավասարակշռված, դանդաղ, ծույլ երբեմն, այսինքն ծուլանում են ակտիվ քաղաքական բաներ անել, էլի, որոշումներ կայացնել, եւ դա լավ է։ Դա լավ է, որովհետեւ հապճեպ եւ չմտածված բաներ անելու հատկություն դանդաղ այս ժողովուրդը 5000 տարվա առնվազն բան չէ, գոնե առնվազն ինքն իր մասին ընկալում ունի, բայց իմ
իմ հիշողության մեջ մի 2000 տարվա գրավոր պատմություն ունի։ Ինքն իրեն հիշելու վերարտադրելու պատմություն ունի, եւ դրանից մի քիչ հոգնած է։ Մի ծուլացած է, էլի, այդքան վառ էնտուզիազմով բան չնետվում էս կոմենկով, եւ դա լավ է, որովհետեւ այն նկարագրությունները, որոնք իրանց մասին տալիս են, որ երբեմն քաղաքական գործիչները այդ էքսցենտրիկ առաջարկները, որ անում են ժողովրդին, լավ է, որ չի վերցնում։ Ինքը գիտի, որ իրեն իր հույսերը խաբված են, իր հույսերը խաբել են տարբեր դարաշրջաններում, տարբեր գերտերություններ, եւ ինքը գիտի, որ իր հույսը իր վրա պետք է դնի։ Այն առաջարկը իրական Հայաստան, որ մենք անում ենք, հենց այդ մասին է, կարողանալ ապրել միջավայրում սեփական ռեսուրսների, սեփական կարողությունների հաշվին, բացվել աշխարհի առաջ եւ աշխարհը բացել ինքդ քո առաջ, տեսնել, թե ում հետ ինչ համագործակցություն կարող ես կառուցել, որովհետեւ այն մնացած հավակնությունները, ախր այդ 80-ականների վերջի ամբողջ բանի ամբողջ մամուլը բանավեճերի, որ կարդում ես, այն մասին է, որ Ռուսաստանը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը։ Այդ ամբողջ պատմությունը այդ մասին է։ Ու այդ մտքի ձևը ինքը շարունակում է բան անել, կենսունակ լինել որոշ քաղաքական խոսույթների մեջ, իրանք այդ չեն պատմում։ Ճիշտ այն ժամանակ օրինակ որ գրում էին, դե մենք պետք է սովետական միությունից դուրս չգանք, որովհետև մենք ինքներս մեր ուժով չենք կարողանա վերադարձնել սովետական Հայաստան, սա բառացի գրված բան է, Արևմտյան Հայաստան, բայց Ռուսաստանը կարա վերադարձնի ու կպցնի մեզ։ Այդ էր հակաանկախական դիսկուրսի հիմնական մոտիվը, էլի։ Ու հիմա այդ բառերով չեն ասում, բայց այդ տարօրինակ մտքեր ունենում են, էլի։ Այստեղ չէ, որ ազգային այդ դիսկուրսը ամեն դեպքում ավելի շատ գերմանական բիսմարկյան դիսկուրսն է, չէ՞, հիշեցնում ժողովրդի տարածքները հավաքելու եւ ժողովրդին հողահավաքի, հողահավաքի հիման վրա էր ստեղծվում, այդ դա ոչ լավա, ոչ վատ է, դա նորմալ, այսինքն չգիտեմ, գերմանացիների մոտ դա աշխատեց ինչ որ չափով։ Եվ գուցե դա է պատճառը, որ երբ որ հիմա ասում է 29000 Հա, բայց գերմանացիներն էլ չէին, որ կանգառան եւ ասեցին վերջերս տարածքների վրա ենք մենք կանգառում։ Բան չունեմ ասելու, բայց երբ որ դուք ասում եք, տեսեք, շատերի, չեմ հանդգնի ասեմ յուրաքանչյուրից, շատերի մենթալ քարտեզը, հա, Հայաստանի եւ ռեալ քարտեզը չի համընկնում, որովհետև նո այդպես է ստացվել, հա, այսինքն մարդիկ մեղավոր չեն։ Մենք այդպես ենք սովորել, մենք, չգիտեմ, դպրոցում ենք մենք այդպես սովորել, մեր պապերն են մեզ պատմել, չգիտեմ, մեկի պապը Մուշից է, մյուսինը Վանից է, եւ այլն, այսինքն այն քարտեզը հայրենիքի եւ որի նկատմամբ դու ունես պատկանելություն, ինքը տարբերվում է գետնի վրա այդ քաղաքական քարտեզից, չնայած որ մարդը այդպես բարթեակ է, ինքը նայել է համադրում, երկուսն էլ իրար հետ կարողանում է պահել, համադրել։ Եվ ես օրինակ ունեմ զգացողություն, որ երբ որ ձեր կուսակցության ներկայացուցիչները են միայն Հայաստանի Հանրապետության քարտեզը կցած են ման գալիս, դա այդ դիսկոմֆորտը, որ մարդկանց մոտ առաջանում է շատ հաճախ, հենց այդ մենթալ իրենց քարտեզի հետ անհամապատասխանության այդ մեսիջն է, որ իրանք տեսնում են։ Ես նախ չեմ համաձայն նրա հետ, որ մարդկանց մեծ մասն է այդպեսին, կան այդպիսի մտքեր ունեցող մարդիկ, գուցե ես իմ բաբլի մեջ եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնալով ավելի ու ավելի պետական է դառնում ու դա լավ է։ Եվ ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե ինչ համամասնությամբ ենք մենք բաշխված որպես քաղաքացիներ այդ հարցի շուրջ, նաև ի թիվս այլ հարցերի, նաև այդ հարցի շուրջ, որովհետև ես կարծում եմ դա ամենաուժեղ սիմվոլիկան է այս պահին, հա, վիզուալ, որ մտածում եմ Հայաստան քարտեզը կարծես թե այս պահին ամենաուժեղ սիմվոլիկան է, որի շուրջ մենք հրավիրում ենք համախմբվել մեր վրա, իհարկե խաղաղության օրակարգի բառն էլ սիմվոլիկայից կարելի է առանց մտնել խաղաղության օրակարգը։ Մյուս բան, որ ես կուզենայի ասել, դա որ երևի աշխարհում չկա ժողովուրդ, որ արդար կհամարի իր քարտեզը, իր տարածքը, չկան, արդարություն չկա այդ առումով, հա, եւ անկախ նրանից դա բան քարոզված ճշմարտություն է, դա բնական ճշմարտություն է, ինչ որ հանգամանքների բերումով է։ Չէ, դեպքում տրավմատիկ անգամ ճշմարտություն է, որովհետեւ մեր քարտեզի զգալի մասից մեզ եթե մենք առանձին այդ ժողովուրդների հետ խոսենք, իրենք բոլորը կպատմեն իրենց տրավմաների մասին եւ այդ տրավմաների հաղթահարման կամ չհաղթահարման մասին եւ բոլոր ժողովուրդների համար
դժվար է համակերպել իրար, որտեղ ժողովուրդների տարածքները մի 4 հատ երկիր մոլորակապեք, որ բոլորս երևակայած հայրենիքները, դու չգիտեմ, օրինակ դուք տեսել եք մոնղոլական կայսրության չափսերը, սկանդինավյան թերակղզուց մինչև կորեական թերակղզի, ասենք պատկերացնում եք, չէ՞, ծավալը, հիմա մոնղոլները տեսել եք որտեղ են հանգրվանել Միջին Ասիայում ու օքեյ իրանք էլ կարան դիսկոմֆորտ ունենան որ ամբողջ աշխարհը իրան երբ միացյալ Ամերիկայի մայրցամաքից եւ բանից Աֆրիկայից բացի նրանց սա իրանց հա մանավանդ ինչ որ պահի կայսրությունն է ծեր ժողովուրդներ կարան այդ անհարմարավետության զգացում ունենան առավել եւս մեր դեպքում որ շատ այդպես ողբերգական իրադարձությունների հետևանք հա բայց ոչ միայն էլի ցեղասպանության դեպքում այլ նաև այլ հա տարած մեր արեալից դուրս գալու իրադարձություններն են եղել ողբերգական իրադարձությունների հետևանք մենք մեր պատմությունը լավ գիտենք մենք մեր խնդիրները լավ ենք ճանաչում եւ կարծում ենք որ մեր նկատմամբ անարդար աշխարհ բայց ընդհանուր առմամբ աշխարհը անարդար տեղ է ոնց որ ուրիշ ավելի լավ հարմար տեղ չկա ապրելու համար այս անարդար աշխարհն է մեզ բաժին ընկես պետքա ինչ որ կերպ հարաբերվենք դրա հետ եւ այդ նորից այդ հանգրվանային մտածողություն որ մենք գալու մի հանգրվան եւ որ աշխարհ դառնալու է արդար դա չի լինելու կներեք չի լինելու աշխարհ շարունակել է լինել անարդար եւ կարեւոր է թե ոնց դու քեզ դիրքավորում այդ անարդար աշխարհում քիչ թե շատ նորմալ ապրելու համար որովհետեւ էլ ավելի մեծացնելով անարդարության չափաբաժինը ավելի լավ արդյունքների չես հասնի թե ինքդ քո թե ուրիշների նկատմամբ այդ առումով ասենք այն ինչ որ տեղի ունեցավ Ղարաբաղում ապրող հայերի հետ էլ ավելի մեծացրել է անարդարության չափաբաժինը բերի նկատմամբ բայց ոնց է դա տեղի ունեցել իսկ միգուցե մտածենք դրա մասին ոնց էլի մենք հասանք այդ հանգրվանին կարող կար ճանապարհ որ այդ հանգրվան չհասնենք չեմ կարծում որ այս եթերը հնարավորություն կտա այդ մասին խոսել բայց դա առիթ է կանգ առնելու եւ մտածելու արդյոք ոնց որ կա շանս Հայաստանն էլ ինչ որ նմանատիպ ողբերգական հանգրվանի հասցնելու եւ կա շանս դրանից խուսափելու որովհետեւ այդ այնքան մոտիկ է մենք ուղիղ եթերում ենք տեսել ինչա տեղի ունեցել այնտեղ էլի ուղիղ եթերում տեսել ենք որ ասում էին չգիտեմ Արայիկ Հարությունյանը բանա Նիկոլականա ուզում է գնա ադրբեջանցիների հետ խոսա պետք է թույլ չտանք պետքա բանանենք բերենք մարդու որ բանա ոնց է սկզբունքային է ուժեղ է արժանապատիվ է եւ արժանապատիվ ձևով հարցերը կդնի Ադրբեջանի արչեւ քանի օր տևեց դա այդ բաները պետք չի մոռանալ ինչ խոսույթի ներքո էլի այդ այսպես ասած դավաճանին հեռացրին եւ հայրենասերին բերեցին այդ փոփոխություն տեղի ունեցավ որտեղ դա մեր պատասխանատվությունն է մեր նկատի ունեմ հայ ժողովրդի պատասխանատվությունն է ճիշտ է այնտեղ ժողովրդին չէ ես չեմ կարծում թե ներառեցին այդ որոշման մեջ եւ քաղաքական էլիտաներով որոշեցին որովհետեւ խորհրդարանը հայ այդ որոշումը կայացրեց բայց այդ որոշումը ոնց որ մեր հետ է տեղի ունեցել մենք դա տեսել ենք մեզ հետ դա պատահել է մենք պիտի հասկանանք որ այդ ռիսկը դա մեր կարծում եք եթե Արայիկ Հարությունյանին չփոխեին կարող է չգիտեմ ինչ եմ կարծում ես գիտեմ որ այն խոսույթը որի ներքո դա տեղի է ունեցել որ ասել ենք դա ինքը բանա դավաճանա ուզում է գնա ադրբեջանցիների հետ խոսա բացեք տեսեք ինքը ուզում է մեզ ինտեգրի գնա ադրբեջանի հետ խոսա ինտեգրման օրակարգի շուրջ իրան պետք չի մեզ բան կար ու չենք կարող ասել որ այլընտրանքային օրակարգ չի եղել այնտեղ Սամվել Բաբայանը ասում էր ես գնամ խոսեմ էլի ես առաջարկ ունեմ իրան ասում եմ ոչ դու Նիկոլական ես մեզ պետքա բան հայրենասեր մարդ ոնց որ չի կարելի էլի այդքան արկածախնդիր լինել ու դա արել է խորհրդարանը դա արել է քաղաքական էլիտան եւ դա արել է մարդկանց լռության ներքո դրա համար երբ որ ես պատկերացնում եմ մենք ինչ հանգրվանի ենք հիմա հասել ես ուղղակի խնդրում եմ մարդկանց չլինել նեյտրալ որովհետեւ այդ անտարբերությունը դե իրանք ավելի լավ են հասկանում թող իրանք գնան անեն դա լավ որոշում չի լավ դիրքորոշում չի այդ դե վերևները բան է այդ քաղաքական գործիչները մի բան գիտեն թող իրանք գնան իրար մեջ որոշեն ամեն մարդ ինքը պետքա որոշի քանի որ հասել ենք այս բանի խոսակցության այս կետին սահուն կերպով հասանք ես կարծում եմ որ պետքա քաղաքացիները յուրաքանչյուր իր վրա պատասխանատվություն զգա այս առաջիկա ընտրություններում գնալու եւ որոշում կայացնել թե ինչպեսի երկիր է ուզում ինչպեսի պետություն է ուզում ինքը իր համար եւ շատ կարեւոր է բոլորիս ներգրավվածություն է այս process-ում։ Եթե քաղաքացիների, չասեմ մեծ մասը, որտեղ հարցումները դա չեն ցույց տալիս, բայց առնվազն տեսականորեն ցանկացած만 երևակայեն։ Եթե քաղաքացիների մի զգալի մաս
ցույց տա, որ ձեր առաջարկած ծրագրերը եւ ձեր առաջարկած մոտեցումները այնքան էլ չեն համապատասխանում, այսքան իրենց կողմից հավանության չեն արժանանում, արդյոք պատրաստ եք վերանայելու ձեր մոտեցումը։ Եթե քաղաքացիների մեծամասնությունը որոշի, Դե եթե մեծամասնությունը որոշի, դուք կդառնաք ընդդիմություն։ Եթե քաղաքացիների մեծամասնությունը մտածի եւ որոշի, որ պետք է ավելի ոնց է սուր ձևով հարցերը դնող բան ունենա, առաջնորդ, ուժեղ բան, չգիտեմ, այդ ռադիկալ առաջնորդ ունենա, ոչ ոք դրա հետ ոչինչ անել չի կարող։ Ոնց որ ամեն ժողովուրդ ինքնավորոշում իր ճակատագիրը։ Ինչ կարանք մենք դրա հետ անենք։ Մենք ջանք չենք խնայում բացատրելու համար, թե որն է մեր առաջարկի տրամաբանությունը։ Եվ մենք հավատում ենք, որովհետև մինչև հիմա այդպես է եղել, որ մեր խոսակցությունները մեր քաղաքացիների հետ կայանում են, իրանք մեզ լսում ու հասկանում են եւ արձագանքում են, որովհետև այս օրակարգերը մենք մեզնից չենք հորինել։ Այս օրակարգերը իրանք են մեզ մղել մտածելու եւ մենք իրանց վերադարձնում ենք այն ինչ որ իրանք մեզ մղել են մտածելու եւ ես համոզմունք ունեմ էլի ես որ տեսնում եմ ոնց են քաղաքացիները արձագանքում այս օրակարգին մեծ իմաստով քաղաքացիները, ոչ թե Երևանի կենտրոնի եւ Facebook-ի կենտրոնի քաղաքացիները։ Նու Երևանի կենտրոնը չէ, բայց Facebook-ի կենտրոնի այդ քաղաքացիները, բարձր որ շատ այդպես արմատական անհանդուրժող են մեր նկատմամբ, բայց ընդհանուր առմամբ քաղաքացիները ոնց են արձագանքում, ես զգում եմ, որ մենք կարողացել ենք հասկանալ եւ հասկացնել իրար այն ինչ որ մտածում ենք, ինչ որ զգում ենք, որ մենք կարողացել ենք ձևակերպել իրենց հույզերը քաղաքական տեքստի։ Ես զգում եմ, որ մենք կարող է հիմա շատ բան լինի, շատ ինքնավստահ հնչի, բայց այն զգացողություն, որ ես ազդակներ որ ես ստանում եմ քաղաքացիներից, ես զգում եմ, որ մենք ջախջախիչ մեծամասնությունն ենք, որովհետև մենք 21 թվականին այսքան բան լայն աջակցություն չենք ունեցել, ինչքան հիմա ունենք։ Իսկ 21 թվականին մենք ունեցել ենք համարյա սահմանադրական մեծամասնություն, էլի վերջնարդյունքում։ Ես այն աջակցությունը, որ ես զգում եմ քաղաքացիներից, ես 1-18 թվականին եմ երևի sense աջակցություն զգացել։ Շատ լավ, շատ շնորհակալություն 46 րոպե խոսեցինք թեման, թեման պարզապես այնպեսին է, որ չեն կարող արագ վերջացնել։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ դիտում եւ լսում եք գործարար Ալիք, այսօր մեր հյուրներ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանը, տաղավարում աշխատեց Լիաննա Խանչատրյանը։ Շնորհակալություն։